Թումանյան փողոցի, ինչպես գիտեք, մոտ 60-70%-ը դեռևս նախորդ գարնանը իրականացվել էր կենսունակության ավարտին մոտ գտնվող կամ կենսունակությունը արդեն կորցրած թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումը, տեղադրվել էին հուդայածառեր, ցերսիս տեսակի ծառատեսակներ, որոնց աճը նույնիսկ ինձ է զարմացրել, եւ այս տարի գարնանին մենք ստիպված ենք եղել սաղարթի ձևավորման էդ իրականացնել, այսինքն ունեցել ենք գերազանց աճ եւ 100% կպչողականություն, եւ իհարկե ինչպես յուրաքանչյուր զարգացած քաղաքում, յուրաքանչյուր փողոցը պետք է ունենա իր վերջնական տեսքը, Թումանյան փողոցը պետք է հասցվի իր ավարտին, նմանատիպ, նույն սաղարթով, նույն ձևով, նույն ծառատեսակներով, նույն բնի հաստությամբ, որպեսզի տարհասակություն եւ այլ բաներ չառաջացնենք, ինչպես նաեւ տձևություն հետագայում չունենանք, ինչպիսին ամբողջ Երևան քաղաքով մեկ է, իրականացնում ենք դրա ավարտական փուլին ենք անցել, մոտ մի 2 կամ 3 օր կտևի, ինչ է կատարվում այս ամբողջ տարածքում շուրջ 100 ծառ կա, որից մոտ 70-ից 80-ը կհատվեն, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, ամբողջ Թումանյան փողոցով մեկ կան զավթված կամ այսպես ասեմ փակված բնաբաժակներ, շուրջ 20-ից 30 լրացուցիչ բնաբաժակներ են բացելու, որոնք նախկինում տնտեսվարողների կողմից այս կամ այն պատճառով փակվել էին, ինչպես նաև վերականգնվելու են մայթից վերցված այդ ավտոների կայանման տեղերը եւ դրանց հաշվին նորից նույնպես կանաչ տնկարկներ են ձևավորվելու եւ ծառեր են տնկվելու։ Անցկացվելու է ջրագիծ, ամբողջ հողազանգվածն է փոխարինվելու, որովհետեւ ծառերն այնպիսի ախտահարված են եւ այնպիսի վնասատուներ կան հողի մեջ, որ սկսած հողից ամեն ինչը փոխարինվելու է, որովհետեւ մենք ունենանք առողջ, գեղեցիկ, սաղարթով ձևավորված ծառեր եւ ինչպես արդեն նախորդ տարի տեսանք, որ հենց նույն տարում տնկված այս հուդայածառերը ինչպիսի աճ են տվել, ես վստահ եմ, թե այս տարի, թե հաջորդ տարիներին մենք ունենալու ենք հատկապես Թումանյան փողոցը մի գեղեցիկ ծաղկոնքի սեզոն, ապրիլի վերջ, մայիսի մեջ հատվածներում եւ դրանից հետո բավականին գեղեցիկ, գեղազարդ տեսքով, բավականին նորմալ սաղարթ, մեծ սաղարթ ձևավորող մեր հուդայածառերը, ինչը կզարդարի Թումանյան փողոցը, ինչը նաև կհրապուրի թե մեր քաղաքի բնակիչներին, թե նրա հյուրերին,